Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Տղեկ 2000 դրամ փողապետ։ Ես էլ չունեմ։ Ես իրա մոտ տեսել եմ 5000-անոց։ Դու վերը։ Այսօր առավոտ զինգրկույքի մեջ եմ տեսել։ Ինքը չի կարա քո ընկերուհին լինի, հասկանում ես, ամբարձում։ Չհասկացա, ոնց թե չի կարա, որ արդեն կարացել է։ Ինչ ես այստեղում ծանոթացրեք Արմենի հետ։ Մենք այդ աղջկան սաղցրել ենք սրա վրա, դու իմը դրել ես բաներ ես, խոսում սրա մոտ։ Ես չեմ թող որ հմբոյին պսակեք Արմենի հետ։ Ես իրան հիշում եմ, տեսել եմ իրան սրճարանում Մխոյի հետ։ Ես իրավունք չունեմ իմ ուզած մարդու հետ գնամ սրճարան։ Այդ աղջկան որ դու չէիր ուզելու, ինչ ես տարել կաֆե պատիվ տվել։ Ես չեմ հասկանում այն տղա, իմ հաշվին արտագաղթ ես վերացնում արա։ Մարդ բա մի 5000 դրամ չունենար գնար օտպուսկ։ 5000 դրամով ոնց պիտի գնաս օտպուսկ։ Տալիս ես Վարդանյանին, երկորով տուն ուղարկում ապա։ Լուրջ ես ասում։ Բա ոնց, չգիտեիր։ Չէ։ Էս աղս է տենց են գնացել ապեր։ Ես 2 անգամ եմ գնացել։ Ճիշտ է։ Ռազը 2 անգամ է գնացել, որովհետև ինքը հարուստ է։ Նենց որ, եթե ուզում ես ապեր, ասա ձևերը ասենք։ Ձևերը ո՞րն է։ Ծրարի մեջ դնում է, տանում տալիս է Վարդանյանին էլի։ Լսում ես, Մարտուն ջան։ Գրում ես. Խնդրում եմ ինձ 2 օրով տվեք արձակուրդ եւ անուն ազգանուն։ 5000 դրամ է փող դնում ես ծրարի մեջ, տալիս ես ու վերջ։ Հա։ Բա ոնց ապեր։ Նենց որ եթե ունես փող, կարող ես գնալ տուն։ Հաստատ դրա ձեռը փող կա։ Այ ասում եմ, իմ աչքով եմ տեսել։ Մոտի 5000 դրամանոցը։ Բան չի տվեք Գարիկին։ Լսպասի տես դներին ես ինչ օրն եմ գցել։ Վարդանյանը ավելի շուտ կգցի։ Պատկերացնում ես Վարդանյանը բացի տենա մեջը 5000 դրամ։ Սեբը կտալ։ Հրամանատարինց գործուղման ա ուղարկել, ճաշից հետո։ Հետնեց զինվոր տանիք։ Բա այդքանով ես մենակ չեմ բերելու։ Ո՞ն բդի տանիք։ Չգիտեմ։ Դիա Գարիկին տարեք։ Այմարդ Գարիկին տանեմ գնալու են գերու թափառի, դրա հետո Գարիկ կտի։ Այ ռազը։ Ավելի այդ Ղազմիկը ինքանա զահլես տանելու, որ թողեմ գնա իրաց գյուղ։ Իսկ նիարը։ Ավելի այդ ներվերի դեղին, ես Մարտունին եմ ուզում տանեմ։ Խելոք տղայա, սուսուփուս, ոչ մի բան չի ասի, գնամ գյուղ, գլխացավանք չի ստեղծի։ Ամենալավ տարբերակը ես ինձի տարեք։ Տանեմ, որ գլխիս օին խաղաս, չէ։ Ես Մարտունին եմ համաձայն։ Ինչ որ կուզեք։ Բայց մեկ է, քիչ մետոք փոշմանիկ։ Որ փոշմանեմ էլ, քեզ չեմ տանում։ Տղեկ, Մարտուն հեսա մտնում է Վարդանյանի մոտ, եկեք։
Թույլ կտակ, պարոն Վարդանյան։ Արի։ Շարքային Ալավերդյան, պարոն Վարդանյան։ Ասա Ալավերդյան։ Պարոն Վարդանյան, ես ձեզ բան եմ ուզում փոխանցել։ Փոխանցի։ Ես ինչա։ Դե այդտեղ բան եմ գրել։ Այն ոտոմից։ Ետ ինչ կենեք այդտեղ։ Լացեք ձեր գործերին։ Ես փաստորեն արդեն բանավոր հետը չես կարող, շփվես։ Լավ, ես հետո կկարդամ։ Գնա պատրաստվի, որ այսօր հետս գործուղման եմ տանելու քեզ։ Ուր։ Երևան, ուր։ Այսօր գնալու ենք վաղ գանք։ Դե նենց անեիք, պարոն Վարդանյան, որ միանգամից գյուղ գնայի։ Յա, սրա խոսալու ձևը։ Փոխանակ շնորհակալ լինես, որ տանում եմ հետս։ Մի բան էլ պահանջն ես ներկայացնում։ Գյուղ ո՞նց գնաս։ Բա կամ քաղաք ինչ անեմ։ Այդ խա գործուղման են գնում։ Ուզում ես ծերոնց տենաս, զանգի ասա կան քաղաք կտենաս։ Որ իմանայի տենցա ոչ էլ բան կանեի։ Ինչ չէր ան։ Դե պարոն Վարդանյան, ես քաղաք գնալու համար չեմ վիզ դրել։ Ես գյուղ գնալու համար եմ վիզ դրել։ Այդ այսը չես խոսում, ինչ վիզ դրել։ Չասա սրա անունը չի գրեցի է։ Եթե թուղթը շտապ տարած չլնեի, քեզ հիմա հաստատ հետս չէի տանի։ Գնա պատրաստի։ Լսում եմ։ Հաստատ իրեք արտահերտ վերակարգ մեջնա։ Հաստատ։ Բայց ոնց էլ աղաս քաշվելու ռիսկով տարավ տվեր, չէ՞։ Արա Ղաշ ջան, գոնե ղեյով սկսվող բառերը մի օգտագործի էլի դու։ Իու ջան։ Ինչ անենք, չգնանք նայենք։ Չէ, մինասը կջղայնանա։ Վայ մարդուն, տես քեզ ինչ եմ անել, սպասի ապեր։ Արա բա մարդ էլ իր վաշտի տղեկին չօգնի ես նեղ կյանքում։ Ապել եմ մի վարկյանով կարաս կաս։ Բա ասում ես փող չունեմ, արա։ Հա, էլի որ։ Բանարով տարա Վարդանին 5000 դրամ փող տվեց։ Ճարել տվել եմ, քո ինչ գործ։ Ոնց թե քո ինչ գործ։ Հələ մի րոպե։ Որտեղից ես ճարե։ Դե հիմա ճարել եմ։ Բայց իմանաք խափում ես թե չէ։ Կամ այդ երբ հասցրիր ճարես։ Ծանոթների ջանը սաղալնի։ Ասում ես ծանոթից ես ճարել, հա։ Հա։ Դե արի գնանք հենց իմ այդ ծանոթից ցույց տուր։ Չկա ավատալու։ Չէ, չկա։ Տղեկ շատ է։ Ժանիլը դու սուս մնա։ Տղեկ մի քիչ մեմ խոսացեք, էլի։ Հա հիմա արելա։ Ասեցի սուս Ժանի։ Գիտես ինչ եմ ասում, չկա քեզ հավատալու, որովհետև քո մոտ փող ա եղել ու տղեկը տեսել են։ Հետո որ Գարիկը քեզնից փող ա ուզել, խափել ասել ես չունես։ Ախպերի մոտ փող չի եղել։ Ասում եմ տեսնող ա եղել։ Ժանի դու չէիր տեսել։ Բա իզուր էլ ասեցի։ Արա խոսա։ Հա, տեսել եմ, բայց այտենց մի վրա տվեք, էլ ինչ կլինի։ Կամ հիմա տանում ես ցույց ես տալի ումից ես վերցրե, կամ է պատասխան ես տալի խափելու համար, արա։ Հետո կտանեմ ցույց կտա։ Հետո չկա։ Հիմա։ Էս ի՞նչ է ձեր ցեները։ Հա։ Ինչ է եղել։ Դե ասա։ Մինաս ջան, ասում են Գարիկը ինձանից փող ա ուզել, ես չեմ տվել։ Հա բայց իմ մոտ փող չի եղել։ Դե Մինաս ջան, Ժանին տեսել էր, որ մոտը 5000-անոց կա, որպեսզի մենք էլ ստուգենք իր մոտ փող կա թե չկա, ինչ որ մի հատ ցած բան արեցին։ Ինչ երեցիք։ Դե ոնց որ ապեր, որ ուզում ենք ստուգենք մոտը փող կա թե չէ, այսինքն 5000 դրամ, որ տանում ես տալիս ես Վարդանյանին, 2 օրով օդպուսկ կա տալիս։ Դե ինքն էլ տարավ տվեց 5000 դրամը։ Մինաս ջան, այդ փողը ճարելը այդքան դժվար բան չէր։ Պրոստը հիմա չեն թողում գնամ պատրաստվեմ, որ գնամ Վարդանյանի հետ։
Ոնց է Վարդանի հետ գնաս։ Ուր ես գնում։ Գործով ման, ճիշտ է, մեր գյուղ չեմ կարա գնամ, բայց մերոնց կարամ ասեմ գան քաղաք ու ինձ տենան։ Ոնց թե ապեր։ Չգիտեի, որ Վարդանյանը պես գործ կենե։ Հա։ Չէ, լուրջ կատակը մի կողմ ապե։ Լուրջ բանկս են, բայց սաղովը չելնի կերտակ, հերտով կերտակ։ Այսօր Մարդունի հերտն է, իսկ ինչ կվերաբերվի նոր Մարդունի մոդը փող եղել է թե չէ, դիք ձեր քննարկելու հարցը չէ։ Արի Մարդուն։ Մարդուն, երկար բարակ խոսալու հավես չկա, Պրոստը մի քեզ ինչ-որ բդիսեմ, գուզեմ, որ լավ հիշես։ Դու ինչ-որ ունիս, դիք քու գդե։ Դիք փող կյանի, չգիտեմ, հիգենայի պարագաներ կյանի, ինչ-որ կյանի, դիք քու գդե։ Մի կուդաս տղեկին, չես տա, դիք եք ու կորձ դե։ Բայց մյուս անգամ խապելուտ համար կպաջեմ։ Ավել լավ ես ախպեր ջան, ունիմ, բայց չեմ կռնատա, քան խապես, հասկացանք իրար։ Ուղղակի որ այտենց ասեի, մայլ ասելու էին, բա ունես ու չես հասնում։ Դե դել արդեն դուտ ես, ում կա հասնելու, ում չէ։ Բայց ես գիտեմ ապջան, ես քանի վաղտը կուկա են օրը, որ դու իրանց կարիքը կունենաս։ Շատ շուտով բդի կա, ինձիս էլ էլի որ բդի կա։ Ես չեմ հավատում, որ Վարդանյանը փողով կարա ինչ-որ մեկին օդպուս կամ գործողում տա։ Հա բայց ով է հավատում, որ մինասնելի կատակ բան արի։ Տղեկ, ես էլ չեմ հավատում, բայց եթե տենց դիներ Վարդանը պետք է այդ փողը Մարդունի գլխին տար, մի քանի հատ վերակարգ նշանակեր։ Հիմի շուխուրը գիտեք ոնց պետք է գցած դիներ։ Սաղից պետք է հատ-հատ հաներ շարեր ու մեղավորման գար։ Հա, հետ էլ էս ճիշտ։ Ապեր, ասում եմ կարող է սոտակի վիզ փողա պետք եղե Մարդուն։ Հա տենց որ լինի մենք էլ կտանք կգնանք տուն։ Հա չէ, այմա։ Եկեք գնանք Վարդանյանին հասնենք, տենանք Մարդունին հաստատ հանում է դուս թե չէ։ Այ բա որ ասեց, հա, դուք պատրաստ եք այդ ինֆորմացիան լսեք։ Ես կգժվեմ որ տես բան ասի ապեր։ Ընկի առաջ հա գնա։ Հա Հայկաշ ջան, հա ախպեր ջան, հենց եկա քաղաք կզանգեմ, հա ախպեր ջան։ Ո՞վ է։ Կարելի է պարոն Վարդանյան։ Արի։ Yo, ես ինչ դիվիզիա գալիս։ Պարոն Վարդանյան, ուղղակի ուզում էինք իմանայինք Մարդունին իրոք ձեր հետ տանելու եք քաղաք։ Ասա ձեր ինչ գործ։ Ինչի եք գտնել խոթում ձեր չվերաբերող գործերի մեջ, հա։ Դե ուղղակի հետաքրքիր էր։ Հա, տանելու եմ։ Էդեք ուզում իմանաք։ Ուզում եք իմանաք ինչ եմ իրան տանում, հա։ Էդեք ուզում իմանաք։ Չէ, դե արդեն պարզ է։ Դե որ պարզ է, դուրս եկեք։ Արագ։ Լսում եմ։ Տայք ջոկիկ։ Գնացինք փող ճարելու։ Եկեք այդ հմպիտով կկասեմ։ Վայ Աստված։ Ես չէի պատկերացնի, որ Վարդանյանը կարա տենց բան անի։ Փողը գիտես Մարդուն ինչ անում։ Արա լավ է։ Վարդանյանը աշկիցս ընկավ։ Դու որ լինեիր Վարդանի տեղը տենց բան չէիր անի։ Չէ։ Այլ սկսեմ։ Լուրջ ես տես բան չէի անի։ Դե լավ է որ Վարդանը քո նման չի։ Ստեղ ոնց որ մեր բախտը բերել է։ Ինչի չօգտվենք վար։ Հոփելը։ Հերթով։ Առաջինը ես եմ գնալու օդպուսկ։ Բայց ով ասաց որ առաջինը դու ես։ Իմ մտահղացումը չէ, ես չայցիկ այդ Մարդունին ասենք, թող գնա փորձի, ըհն, բայց ինչ կա։ Ինչ անեն քո մտահղացումն է։ Առաջինը ով փող ճարեց, այն է։ Միրապել է։ Դու փող ունես։ Չունեմ, կճարեմ։ Հետո ինձ պետք է ճարես որ։ Իմ ծանոթներից մեկից կվերցնեմ։ Ես կհասկացում եմ, որ քեզ փող կտան։
Լավ է, էլի։ Գիտի մենակ ինքն է տուն ուզում գնա։ Յա։ Թխկասել բան չկա, առած թխկասելու մտմես ներս։ Ես չգիտեի, որ ես է պիտի թխկասնեմ։ Դու տղա ջան, եթե օտարները ստեղ մտնելուց դուրը թխկասնում մտնում են ներս, ուրեմն դու իմ տղեն լինելով, առավել ևս պիտի դուրը թխկասնես, նոր մտնես, հասկացա՞ր այդ տղա։ Սպասի ուր ես գնում այդ տղա։ Դու տղա ջան, ես ասում եմ, եթե մի անգամ էլ գաս ստեղ, Պարտադի դուրը պտի թխկասնես, նոր մտնես, հասկացար։ Ինչի համար ես կանչի, ասա տենամ ինչ աղի ես գնամ։ Ինչ ասեմ։ Կամ ինչի ասեմ։ Կամ էլ բան մնաց ասելու, որ ասեմ։ Վերջ, գնամ։ Ուր գնաս այդ տղա, ուր գնաս։ Դու այդ տղա, այն Անուշիկի հերը մի քանի օրից Ռուսաստանից գալու է, որ փեսացուի հետ ծանոթանա։ Դու մի երկ լուծում տեսնում ես այս հարցին, հա։ Ես օրինակ չեմ տեսնում։ Վсё։ Ամեն ինչ ձեռքներիցս բաց են թողել, տղա ջան։ Քո կայուն ապագան այլևս կայուն չի, հասկանում ես։ Տեսյակ, ես։ Դու ինչ ես։ Ինչ ես։ Ինչ չի հետաքրքրում դու ինչ։ Ինձ հետաքրքրում է միայն մի բան, դու լուծում երկ տեսնում ես այս հարցին, թե չէ, էդ է հետաքրքրում։ Ասա։ Դե ուզում ասի, էլի։ Դու ինչ կարաս ասես։ Հա, ինչ։ Ես չեմ պատկերացնում, ոնց ես կարողանալու այսքանից հետո Անուշիկի սիրտը զրոյից շահես։ Ախր այն աղջիկ արդեն զզվում է քեզանից։ Այն աղջիկ արդեն հիասթափվել է քեզանից։ Հիասթափվել է մի ուրիշ կարգի։ Բայց դու իմանաս ես ոնց եմ զզվում իրանից։ Դու տղա ջան, ես այսքան խոսում եմ քո հետ, որ դու մտածես ասածներիս մասին, մտածես ոնց կարաս գլուխդ պատին տաս, կամ պատը գլխովդ տաս, որ Անուշիկի հետ քո հետ խաթարված հարաբերությունները նորից վերականգնես, դու ասում ես զզվում եմ, հայ տղա։ Դու լսի, այդ մեքենան քեզ այդքան կուրացրել է, հա, չեմ հասկանում։ Փաստորեն ամեն ինչ դու չերես այդ մեքենա ես տեսնում, հայ տղա։ Ուզածդ ռենջեր, հա, արա։ Վերկաց գնում ենք, վերկաց։ Դու Սինգապուր։ Գնանք տեսնենք ինչ մեքենա էր ուզում։ Հարի։ Да, сейчас идут. Отпуск заметана. Ասա Մինաս ջան։ Դուս։ Դե ինչ ասեմ։ Փողոտավիկ Վարդանյանի նորերտակ отпуск։ Չէ, հեսա տալու ենք ապեր։ Բայց մի բան խնդրեմ էլի Մինաս ջան։ Իրանց ասա թող չտան էլի, այդ մտահաղացումը իմն է եղել։ Ես եմ ուզում առաջինը գնամ отпуск։ Չէ, դուք հայերեն չեք հասկել, հա։ Ձեզի չտեցի որ այս մարդը դի առաջիններ տա։ Իրա մտահաղացումն է։ Կերտակ ու կա, հետո դուք կերտակ։ Տեսակ։ Հələ հանեք։
Այդ ծարաները հանեք։ Նիար էլի բաց։ Մինաս ջան, այս ուղղակի որ բացեմ, էլ չկա էլի որ փչացնես։ Սեմ բաց։ Ինչ ես գրել մեջը։ Ապեր, դե գրել եմ, եթե հնարավոր է, ինձ խնդրում եմ 2 օրով օդպուսկ տալ, մեկ էլ անուն ազգանունս։ Ինչքան փող ես դրել մեջը։ 10,000։ Ահա։ Երկար վաղտով կուզեիր տա, գիտես։ Հա դե էլի մինաս ջան, գոնե մի 4-5 օր, գոնե բան հասկանամ, նենց է թռնում օրերը։ Գարիկ դու Մարդունից ու Ժանից ես փող ուզել։ Բրատ, ես բոլորից է փող ուզել եմ, բայց ոչ մեկ չուներ փող։ ՀԲՄ-ից ես ուր դեղից այդ փողը։ Բայց ինձնից փող չի ուզել։ Բայց դու իմացել ես, չէ՞ որ իրան փողը պետք է եղե։ Հա, բայց դե ինձ կոնկրետ չի եկել ասել, որ ինձ փող է պետք։ Խիլրծանը պետք է գիտես, հասկացանք որ կոնկրետ քեզի չի սե, բայց դու իմացել ես, չէ՞ որ իրան փողը պետք է եղե։ Հա, իմացել եմ։ Քեզի ուրից փող։ Ճարել եմ ապեր։ Ճարել ես։ Այսինքն կռնաս ճարես։ Դե որ պետք է լինում ճարում եմ, հա։ Քեզի համար կռնաս ճարես, ուրիշի համար դե ուրիշ նով է իր համար ճարես։ Էբե դու Ես իմացել եմ, որ Գարիկին փող է պետք։ Պրոստը այդ պահի մոտս չկար։ Այս փողն էլ землякից եմ վերցրել։ Լավ է։ Դե մի քանի օր սաղիդ մոտը փող կա, կակրած վախտն է, Գարիկը ների մեջ է, տղուն փող է պետք։ 2000 դրամ փող տվեք, դավայ։ Դե սաղդ հասնող տարակ, հա։ Մտպեսի չխկիանի, Վերցրա։ Да мне уже не надо. Почему? Արդեն ճարել եմ Ժանի։ Տեսակ ինչ վատ բան ստացվավ։ Մարդը արդեն ճարել է։ Չհասցրիք, ես տղուն ներին հասնեիք։ Ափսոս։ Շատ ափսոս։ Դե մի տարեք այդ փողերը տվեք իրանց տերերին։ Այսինքն ծրարի մեջից հանեք, դրեք ձեր ջեբերը։ Որտեւ այդ փողի իսկական տերերը դուք եք։ Սաղիդ մոտնե փողերը։ Ու դուք հեշ մեկը չեք ուզեցել այս մարդուն օգնեք։ Չեք ուզեցել 2000 դրամ փող տակ։ Ապեր, բայց քանի չեմ կադրել։ Ձերդ քանի չեմ սատկծել ձեզ խապելու համար։ Դուք սաղդ փորձեցիք Մարդունին, կուզեիք իմանայիք մոդը փող կար թե չէ, ես էլ ձեզի փորձի։ Ցո դուք դաշի Վարդանյանի չեք ճանչել։ Հա, կաշարկը վերցրա քեզի։ Բախտդ բերել Վարդանյանը չի ասել բացը։ Ու կնա պատրաստվի որ դելնից դուս։ Դուք եք գնացեք չայնի, գնացեք ձեզ հիմար համով բաներ արեք ու կերեք։ Մենակ կուդեք, բայց հեշ մարդու չտակ, չկիսվիք, դաժե կռակ ուրիշից կողցեք։ Կներես էլի ապե։ Զռոցը չլսեն։ Դյանի ազնվել ես, հա սասներից ես։ Դու ես գիտեմ որ ստեղից ելակ, սաղ կմորանաք, բայց բայ նեգա մեկին տարավ, եթե սազներս մորացել է։ Շատ լավ թափեց գլխից։ Ձեզ ինչ ավտոմեքենա է հետաքրքրում։ Մեզ ուրեմն Range Rover է հետաքրքրում։ Հնարավոր ինչապ թարմ, սև, այդպես։ Շատ ավելի սլացիկ լինի, էլի։ Լավ, հիմա ես տեսականին ցույց կտամ, դուք կընտրեք։ Արա դիանի ես քանի մեջից մեքենա անդրի։ Իսկ ներողություն, մեքենան Ամերիկայից ինչքան ժամանակում է Հայաստան հասնում։ 2-ից 2.5 ամսում։ Հա, դա չի։ Դե բալես, ընտրի, ո՞րն է քեզ դուր գալիս։
Մի տեսակ սաղն է դուրս գալիս է։ Դե սաղնել են էլի։ Դե այնքան ունենք, որ չգիտենք ինչ անենք էլի։ Գոհ եմ, տեսնյակ ջան։ Գոհ ես բալես։ Գոհ են խոսքը չի։ Ախր ես էլ եմ ուզում քեզ նույնը ասեմ, է։ Ինչի եմ էլ։ Ես էլ չգիտեմ ինչի համար, բայց ուզում եմ։ Ուզում եմ, որ դու էլ գոհ լինելու առիթ տաս, էլի։ Դերավ ես փողվեցի ցեղ, տենամ են սատկած անասուններին բերի թե չէ։ Գործս բարդաս է վրա։ Գերար ինձ։ Կարմեն ջան, հազիս ես քեզ մի հատ բան ունեմ հարցնելու կարևոր։ Հարցրու։ Դու գիտես չէ, որ ես քեզ մաքրով եմ ուզում։ Հա, ոչ չգիտեմ։ Ես ուզում եմ իմանամ, ասենք դու մինչև ինձ տենալը ուրիշ ընկեր ունեցել ես։ Հա, մեկը կար։ Այ ուզում եմ իմանամ իր հետ օրինակ ինչ տիպի շփում ա եղել։ Չէ, ես ուզում եմ ոնց որ իմանամ ինչ տիպի անկեղծ եք եղել էլի իրար հետ։ Դա սովորական։ Բաչել եք իրար։ Ոյ, ինչ եղավ է ցավոտանը։ Կարմեն ջան, կներես էլի, ես չէի ուզում քեզ նեղացնեի։ Ինչ ա եղել։ Հեչ բան ասեցի հուզվեց։ Աղջի ջան, ինչ ա եղել։ Մամ, դու գնա էլի, դու գնա, ես կհանգստացնեմ։ Ախր հասկանում ես ցավոտան եմ, ես քո մասին ոնց որ վատ բաներ էի լսել, դրա համար հարցրեցի։ Դու սպասի տեսես այդ վատ բաներ ասողներին ինչ եմ անելու։ Կներես, հա։ Բա ուրախ չես, որ ատեց այդ քո համար մեքենա է առնում։ Էրե ուրախ եմ, է։ Բայց ես տաշկին ինձ վաբշե է բլոկ գցում, ապենյակ։ Էրե ես մաքուր պալաս եմ դարի, չպլե։ Միանից կարբիտ ենք էտ իրանց մաշնով, միանից է ատեսնյակս։ Դե տես, որ մեկի ավտոն դուրդ գալիս է, իր ասասնել արա։ Էրե մորս պայծաբերև հումորներ մի արա էլի։ Բա այն վիճակում ես, որ մարդ չգիտի ինչ ասի, այ աղբեր։ Էրե ես անուշիկին էլ ընդհանրապես չեմ կարա մոտիգնեմ։ Մի այլանդը կարգի ներվայնցած ու գժված եմ վրեն։ Դե փախցրու պրծի էլի։ Լուրջ ես ասում։ Աբա ոնց։ Սպասի ոնց, գցենք մի հատ բան քաշեմ գլխին, գցեմ տաշկես, հա, տանեմ միտե ու զանգիտուն ասի մամ ինձ փախցրել են։ Հա։ Մինչև զանգելու պահը դուրս եկավ, բայց զանգելուց հետո էշություն է ստացվում։ Էշությունա բա ինչ է։ Կատակ է իրանում։ Մախո։ Դե բերեն հասոին ուզի պրծնենք էլի։ Էրե ինչ-որ շատ ես հումորոտ էսուր, հա, խերը լի։ Ես քեզ լուրջ բանի համար եմ կանչերա, խոսանք դու ինչեր ես ասում։ Մինչև հրենջի տեղ հասնելը, ես պետք է կողմնորոշված եմ, արա սաղ անուշիկի հարցերը պետք է լուծած պրծածել եմ, չպլե։ Բա անուշիկի ինգերը։ Անուշիկի ինգերոչը էսուր լղում ենք։ Թափով տղայա։ Ի նկատի ունեմ նես խավիա, որ չես լղի։ Հա։ Դե ուրեմն կփաղաքշենք կեթը, բայց մեկը ես հանգում եմ են եզրա հանգման, հա, որ անուշիկը եթե ինձ սիրեր, ասենց չեր վարվի։ Որ հիշում եմ ներվայց յոբքի մեջ եմ ընգնում, արա, մենք է գիտենք, ասենք սիրահարվելը լավ բան է, պուպուշ բան է, անենց համով բան է, ռոմանտիկ բան է,
Դու մի ասա չէ։ Մարդու ներվը հանանım լրիվ։ Բա ապեր։ Ինչ բա։ Դուրը դեկավ ասացս քեզ էտես բաներ պետք։ Ու вообще քեզ թող չթվա որ կանչել եմ քեզ ստե նստած խոսում եմ հետդ, էդի նշանակում է որ ես համաձայն եմ քո իրենչուի միությանը։ Դու ուզում ես իմանաս ես вообще չեմ էլ ուզի իրենչուս պսակվի։ Որ պսակվավ դրա մարդը ամեն օր ծեծ է ուտելու։ Մի հատ թթու խոսք ասեց քվորնյակից, այսիս գնել եմ վզից բռնեմ գցեմ տաշկես, տանեմ հանդերը չոլերը բաց թողեմ էթա կորիարա չգտնիսկի տան ճամփեն, օրերով է դաշտերում սոված մնա սատկի պրծնեն կարա։ Համարդուն ջան, ախր դու այս ժամը գործի պիտի լինես։ Մամ, հիմա այս պահին Կարմենն է կարևոր թե աշխատանքը։ Դու մեկ-մեկն ես պատասխաններ ես տալիս, որ ես շշմում եմ։ Երեք մինչև օրվա կես չաշխատեցիր մինչև վերջ, այսօրը սենց, քեզ գործից կհանեն։ Մամ, ես 3 տեղ աշխատում եմ, հասկանում ես։ Էй մամ, մի տեղից էլ թող հանեն, հիմա ինչ ա եղել որ։ Հո, գործազուրկ չեմ մնալու։ Դու գիտես։ Մի քիչ հետո ճաշ լիցա ուտենք։ Ալո, բարև ձեզ։ Քաջիկ ջան, համբարձումի մամանա։ Հա կարնե տոտա։ Քաջիկ ջան, կարաս գազ համբարձումին տանես։ Մի աղջիկա հետ եկել ա մեր տուն, չգիտեմ էլ ով ա, չեմ կարում գործի ուղարկեմ։ Հեսա մի բան կանեմ կփոքվեմ։ Հա, քաջիկ ջան, սպասում եմ։ Քանի օրա չեմ կարում կլինիկա գնամ ախպեր։ Սա գործերս թողել եմ անտեր, միջև չեմ գնում գլխներին կայնում, ոչ մեկին չեն կարում բուժեն։ Ընկել ես մխոյով էլի այ ախպեր։ Ընկել եմ մխոյով։ Բայց ախպեր ես նենց մոմենտա որ կա էլի ինգնելու ախպեր։ Մալթում ճիշտ ուղու վրա ես դնում, որ հանկարծ կյանքը չխոլտակի։ Ապես որ առավոտը լնա ինչ ֆանտազիա է եկել մեզ։ Ու պտի իրագործենք։ Ասա տենամ։ Կարո պտի հասոյին փախցնենք։ Ախպեր ես, հասոն համեստ աղջիկ է, հասոյին ոնց փախցնենք։ Ապա մի բանով պտի տանք գլխին ուշ կգնա, գցենք մաշներ, բերենք մերյան, հետո զանգենք մխոնգա, դե ջոգիր էլի։ Կալվի ջան, հասոն համեստ աղջիկ է ախպեր, իրան պետք չի խփել։ Ես այսօր իր այդ կխոսամ ախպեր, ինքը կհամաձայնվի սիրուն կգա կկանգնի մեջը կքաշենք գլխին կբերենք տուն ախպեր։ Դա ինչ խնդիր կա։ Կարևորը որ իրար ուզում են ախպերս։ Բա ոնց ապե։ Վռամձյան իրանն է ուզում առաջ տան իր շահերի ձեռնելով, մենք էլ մերը պետք է առաջ տանենք մխոյի շահերի ձեռնելով։ Որ եկուց միսօր չկայնի ասի ապեխի թողիկ որ ես անուշիկ հետ փսակվեմ։ Ասի ես էի քյալ, չջոգեցի, բա դուք խիկողից չխփեցիք որ ջոգեմ։ 100% կասի ախպեր։ Դե գնանք հասոյի հետ խոսանք ապեր։ Գցենք մաշտեն բերենք, քանի տունը մարդ չկա, հերթոն ննջասենյակում սպասի մինչև մխոն գա։ Դու կոֆե չէիր խմում, չէ։ Ալադեալի է, 8 անգամ ասի, 9 անգամ ասի ուզում եմ։ Ասջան, սենց մի հատ խնդիր է առաջացել քուջը։ Ասենք դու մխոյին հաստատ ուզում ես, չէ։ Ասենք ամեն ինչ սրտով է, չէ։ Ասջան դու ինձ աղբոտ պես ընդունի ու սրտում հետ ինչ կա ասա։ Դե հա։ Դե որ դե հա։ Չես ուզի, չէ որ մխոն հանկած ուրիշի ուզի, ասենք դու ուշացնես ու ինքը ուրիշի ուզի։ Չէ։ Դե որ դե չէ, ասջան։ Այսօր բանանենք ձևակերպենք, քեզ փախցնենք, հա քուջը։
Մադամ ջան, մխոյի համար Ամերիկայից թումին վենջ է զակած տվել։ Ապա բայց մենք այդ տղեկը չենք, որ սկդրենք ու թողենք ով ինչ ուզում է անի։ Ես իմ կաֆեն տալիս եմ քեզ։ Ընկերներով ենք որոշել, որ դա տենց պետք է արվի ու պետք է արվի։ Ասել մեծ քեզ հավաքի այդ տղա։ Կողո ուզում է ոտերը ջարդել տամ։ Նար մենք պետք է հանդիպենք։ Իրանին նեղացրել եմ։ Դու ինչ իրավունք ունես իր մազերին կպնես։ Տոնը շուտ փոխի ինգեր ջան։ Չպտե, բայց ես քեզանից տենց բան չէի սպասում ախպետ։ Դու լավ իմանալով, որ Տյոմի իմ ախպելն է, իրա մոտիկին խփում ես։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։